Պարոն Դանելյան, եկեղեցու դեմ տարվող այս գործողությունները հասան նրան, որ այսօր վեհապարի գործով առաջին դատական նիստն էր, ընդ որում Արման Սարոյանն դատական նիստերի դահլիճ էր մտել, դատավորի համար առանձնացված այդ հատվածից, ինչպես կմեկնաբանեք։ Նախ պիտի բանը չհասներ դրան, ես քիչ առաջ էլ ասացի, սա մեր բոլորիս համոտ խարանն ու խայտառակությունն է, ամբողջ աշխարհի աչքի առջև տեղի ունեցավ մի աննախադեպ նմանը չունեցող մի պրոցես, որը որ մեր ոչ թե նոր անկախ պատմության մեջ, այլ առհասարակ հազարամյակներ շարունակ նման բան տեղի չէր ունեցել։ Եվ ի վերջո իմ այլ միջազգային մամուլում էլ է դրա մասին խոսում բանամ, դա մեր ամոթն ու խայտառակությունն էր, որը որ ես կարծում եմ, որ դատավորը պետք է շատ արագ կարճեր այս գործը, բայց գնաց այլ ճանապարհով, ինքնաբացարկի ճանապարհով, ամենայն դեպս իրենց դեմքը փրկելու համար իրապահ համակարգը, այն քննիչները, որ այս գործը կարել են, այն դատախազական դատախազության են ներկայացուցիչները, քննիչները եւ այլն բոլոր են մարդիկ, որոնք որ այս ամեն ինչի մասնակիցն են, վաղ թե ուշ ես ուզում եմ ասել, որ պատասխան են տալու օրենքի ամբողջ տարին եւ ոգուն համապատասխան եւ այս շինծուկ փաստացի վեհապար հայրապետը մեղադրվում է իր պարտականությունները կատարելու մեջ, ոնց կարելի է դա համարել քրեական ոնց կարելի է դա համարել ինչ-որ նյութ կամ առարկա, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ամիսներ առաջ էր, որ այս նույն մարդիկ, ասենք իշխանական ներկայացուցիչները, որ հիմա ազգային ժողովում են, տարբեր պաշտոններ են զբաղեցնում, նախարարներ են եւ այլ, այդ մարդիկ մայրաթորի հենց այս դուրն էին ջարդում, բարձրացել են գերեզմանակարի վրա, խոյակների վրա եւ ամենաանպարկեշտ ինչ ասեմ, ասելու ամեն անգամ երբ որ հիշում եմ այդ ժամերն ու այդ պահերը մարմինս փշակավում, ամենաանպարկեշտ խոսույթով հանդես են գալի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հասցեին, վեհապար տիրոջ սրբազանների հասցեին, եւ երբ որ ես հաղորդում ներկայացրեցի հանցագործության մասին, այն ժամանակ ոստիկանապետը պարոն Ղազարյանին ուշադրությունը հրավիրեց, տեսեք ես ինչ են անում, ասից ես կզբաղվեմ այդ գործով, զբաղվել այն էր, որ այդ գործը ընթացքի տրվեց, դե պարզ էր, ինչ պիտի ընթացք տա, ում պիտի կալանավորեին, քաղաքապետերին պիտի կալանավորեին, նախարարներին պիտի ԿՊԱ-ականներին դե կալանք չի ասնում, չէ իրենք բան են, ունեն, այդ իմունիտետ ունեն և խայտարակ իրավիճակ էր, ուղղակի զզվելի, այս մայրաթորի դուրը ջարդում էին և այդ մարդիկ փաստացի նաև ընտրական պրոցեսների ժամանակ ամեն անգամ խոսում էին նրա մասին, որ իրենց նաև չէ, ծրագրային դրույթներից էր, որ շարունակեն իրենց սրբապիղծ այս գործի շարունակությունը։ Պարոն Դանելյան, մի տարի առաջ էստեղ դու, պարոն Խաչատրյանը, պարոն Մանուկյանը պայքարում եք հին վեհարանի դռների մոտ, որ հանկարծ չտանեն Միքայել Սրբազանին, ամենայն հայոց հայրապետին։ Մի տարի հետո ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II դատական նիստերի դահլիճում է այսօր եղել։ Կապ չունի, որ կես ժամ է տևել, ամեն դեպքում Ես չեմ կարողանում ձեր հարցին, որովհետև խանգարում են ինձ։ Ասեք Մեկ տարի հետո, դուք մեկ տարի առաջ էստեղ էիք, պաշտպանում էիք Միքայել Սրբազանին, թույլ չէիք տալիս, որ Սրբազանին տանեն։ Հիմա մեկ տարի հետո ամենայն հայոց հայրապետը դատական նիստերի դահլիճում է հայտնել մեղադրյալի աթոռին, ո՞նց եք վերաբերվում սա։ Ոնց պիտի վերաբերվեմ, բնականաբար սա չտեստված բան է, չլսված բան է, սա խայտառակություն է, ամոթախարան է, մեր բոլորիս ամոթն է, ինչի ոնց պիտի վերաբերվեմ, երբ որ մեղադրյալի աթոռին նստած է վեհապար հայրապետը, իհարկե բացասական, այլ խոսքեր չգրեմ, բառեր չկան նկարագրելու, այն ինչ որ զգում է հայ մարդը, հավատացյալ մարդը, բնականաբար ցանկացած մարդ, ցանկացած հայ, որը որ իրեն համարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, կամ առհասարակ անգամ այն մարդիկ, որ չեն էլ համարում իրենց հետևորդ, բայց իրենց հայ են համարում, իրենց ինքնությունը հարգող մարդ են համարում, բնականաբար բացի ամոթից,
այս իրավիճակից բխող բոլոր բացասական զգացմունքներից որևէ այլ բան չեն կարող զգալ եւ որ առաջ պետք է այս ամեն ինչը ի վերջո ավարտ ունենա եւ գալով նրան էլ թե ինչ էր կատարվում այստեղ այն անգամ էլ էլի մենք ճիշտ ենք այն առումով որ բացարձակ որևիցե խնդիր պահանջ չկար որևիցե քրեական այսպես կարված այդ քրեական գործը թե Բագրատ Սրբազանի թե Միքայել Սրբազանի թե Արշակ Սրբազանի թե Մկրտիչ Սրբազանի ցույց տվեց այդ քրեական գործերը որ կարված քրեական գործեր են ի վերջո տարան այդ մարդկանց ենթարկեցին կտանքների հալածանքների բռնաճնշումների մտածելով որ կարող են նաև այդ կալանքը օգտագործելով ճնշում գործադրել ի վերջո սրբազանների նկատմամբ եւ նաև այդ քանդման գործընթացի մի մասն էր սրբազանների կալանավորումը կներեք էս ավարտեմ խոսքս դա մի մասն էր դա էլ չստացվեց հիմա էլ այդ դատական փուչիկը հերթով պայթում է Միքայել Սրբազանի պարագայում նույնն է Բագրատ Սրբազանի պարագայում եւ 18 արդարների պարագայում նույնն է Արշակ Սրբազանի պարագայում նույնն է Մկրտիչ Սրբազանի պարագայում նույնն է Այսինքն այս ամեն ինչը շատ բարձ օրինակ է նրա որ այս մարդիկ գնում են հենց այդ ճանապարհով գործեր կարելու շինծու մեղադրանքներ ներկայացնելու ի վերջո կներեք այդ ընթացքում էլ այդ մարդկանց առողջությանը ծանրագույն վնաս են հասցնում ծանրագույն վնասներ են հասցնում այդ մարդիկ քրեակատարողական հիմնարկում լուրջ առողջական խնդիրների առջև են կանգնել լուրջ առողջական խնդիրներ ես ինքս լինելով քրեակատարողական հիմնարկում տեսնելով սրբազաններին այդ վիճակով առողջական լրջագույն խնդիրների մեջ ես ուղղակի ապշած եմ ոնց կարող է այդ դատավորը նման քայլի գնա կամ այդ դատախազ այդ մեղադրանքը ներկայացնի եւ ի վերջո հայ առաքելական Սուրբ եկեղեցու սրբազան հայերին այս վիճակի մեջ գցել Պարոն Անելյան, ըստ էության դուք նաև ձեր խոսքում նշեցիք, որ ինչպես Արշակ Սրբազանի մասով, Միքայել arczepiskopos-ի մասով, ինչպես նաև Բագրատ Սրբազանի մասով տեսնում ենք, որ իշխանությունները գործեր են կարում, արդյոք չկա մտավախություն, որ եթե այս դատական գործը ձախողվի, վեհափառի հանդեպ նոր ինչ-որ գործ կկարվի եւ կգնան նրան, որպեսզի վեհափառը կալանավորվի։ Ես ամբողջությամբ երկրորդում եմ ձեզ եւ ճիշտ եք ասում, այս գործը չլինի, կասեն գնացեք մի ուրիշ գործ հնարեք, հնարովի այս գործն էլ է հնարավորի եւ խնդիր չունեն, էլի մի գործ եթե հնարում են, հորինում են, երկրորդն էլ կարան, երրորդն էլ կարան, բայց ի վերջո այս ամեն ինչից եկեղեցին ավելի զորեղ է դառնալու, ավելի ուժեղացած ենք մենք բոլորս դուրս գալու, թե մեր հավատքով, թե մեր տոկունությամբ առ հայրենիք, առ Աստված, առ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, սենց բաներ չի տեսել, էլի հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ցարական կարգերից, օսմանյան կարգերից մինչև բոլշևիկներ եւ այլը, այս ամեն ինչի միջով անցել է, բայց եկեղեցին հաղթել է, եկեղեցին ամուր է մնացել, ել ավելի ամրացել, ես համոզված եմ, որ այս ամեն ինչից հետո շատ ավելի ուժեղ ենք դառնալու, թե մենք, թե եկեղեցին, թե մեր ժողովուրդը։ Աստված Հարգելի հետևորդներ, զրուցում էինք ազգային ժողովի նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, լսեցիք իր տեսակետերը